անդրադառնանք եւ այսօր օրերական անգամ բացվել է եւ հերթական ողբերգական լուրը Կապանի զորամասերից մեկում հայտնաբերվել է 20-ամյա զինծառայողի դեռ 20-ամյակը չոլորած զինծառայողի դին կախված վիճակում Արցախցիների Լաչինից էր տեղահանվել հունվարին արդեն զորացրվելու էր ողբերգությունը այսպես ասենք շարունակում է թևածել մեր երկրում Դա ողբերգություն չի, դա ընտրական ճնշումների արդյունք է, որովհետև հենց նոր այստեղ գալուց առաջ ինձ հանդիպեց դպրոցի տնօրեններից մեկը Երևան քաղաքի եւ ասաց, որ իրենից պահանջել են կրթության գիտության նախարարությունից, իրենից պահանջել են ցուցակները, ովքեր պետք է գնան եւ անպայման ընտրեն Նիկոլ Փաշինյանից։ Այսինքն ամբողջ պետական ապարատը ոչ միայն ծաղրած ու հարբեցող ծաղրածուների խմբով շրջում է երկրում, այլ նաև լուրջ ստվերային վարակույրի ետևում աշխատանք է կատարում իշխանական լծակները օգտագործելով։ Զորամասերում բոլոր բանակային կորպուսի հրամանատարներին բոլորին կանչել են համապատասխան տեղեր եւ ցուցում են տվել անհատական ոչ կոլեկտիվ, որպեսզի հետո ինֆորմացիան քրեորեն պատժելի չդառնա եւ ստիպել են, որպեսզի բանակում օգտագործեն բոլոր լծակները ուժերը հնարավորությունները, որպեսզի բանակը եւ ոստիկանությունը ընտրի Նիկոլ Փաշինյանին։ Եվ հավանականորեն դա ես իմ երևակայության արդյունքն է, եզրահանգման արդյունքն է, ես փաստեր չունեմ, բայց երևի Արցախից եկած երեխային սկսել են ճնշումներով ստիպել, որպեսզի Նիկոլ Փաշինյան եւ այս քաղաքական ուժին ընտրի եւ այդ տղան չի դիմացել այդ ճնշումներին, բարոյական այդ ճնշումներին, հավանականությամբ։ Եվ ես ուզում եմ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի մի քանի ստերին, ընտրական ստերին, որը նա հայտարարել։ Օրինակ համար քաղաքացու հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյան այդ դավաճան ասեց 300 դպրոց եմ կառուցել։ Ստում ես։ Դու կառուցել ես 14 դպրոց։ 46-ը վերանորոգել ես։ 48-ը ներեցեք, 48-ը վերանորոգել ես։ Փակել ես 231 դպրոց։ Ընդ որում քարե ժամանակակից դպրոցն է, օրինակ դու փակել ես Չինարիի դպրոցը, որը 91 աշակերտ ունի, 3 կողմից շրջապատված է թուրքական գյուղերով, բնակավայրերով, դու այդ դպրոցը փակում ես։ Դիտավորությամբ, որ Չինարի գյուղը, որը 1760 թվականին է հիմնադրվել, որպեսզի այդ գյուղը դադարի գոյություն ունենալ։ Օրինակի համար ասում է սրիկայություն է գլուխը պատին է տալիս նա, ով որ ասում է, որ 300,000 ադրբեջանցիներ են գալիս, իսկ այն Արադ Միրզոյան կա մի հատ դավաճանի լաթը, փալասը, այդ դավաճանի փալասը, լաթը, հայտարարում է, որ նման հարց օրակարգում չկա։ Հիմա ես նշեմ օրակարգում, որտեղ կա 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարցը։ 26 անգամ այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիևը։ Հիմա Նիկոլ Փաշինյան, դու հայտարարում ես, որ Իլհամ Ալիևը գլուխը պատին է տվել։ Նիկոլ Փաշինյան, եթե այդպիսի հարց չկա օրակարգում, դու ինչու չես հրապարակում 2025 թվականի սեպտեմբերի խաղաղության, այսինքն կապիտուլյացիայի 5-րդ փաթեթը, որ Ադրբեջանն ուղարկել է Հայաստանի Հանրապետություն։ Իմ ունեցած հստակ տվյալների համաձայն 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերը ինչ են ասում։ Պետք է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածը փոխվի եւ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն դառնա հայերենն ու ադրբեջաներենը։ Երկրորդը վերաբնակիչների տեղավորում։ Բա դու ասում ես չկա այդպիսի հարց օրակարգում, Արադ Միրզոյան։ Բա Նիկոլ ասում ես այդպիսի հարց չի քննարկվում։ Դու չես կարդացել այդ խաղաղության կապիտուլյացիայի փաթեթը։ 8-րդ կետով սեփականության իրավունքով տնտեսական գործունեության թույլտվություն։ Սեփականության իրավունքով։ Այսինքն այսուհետ ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունք են ձեռք բերում, եւ եթե դրան գումարենք Ադրբեջան եւ Թուրքիայի տնտեսական հզորության համեմատությունը Հայաստանի Հանրապետությունում, ապա 1 տարի հետո Հայաստանի Հանրապետություն դառնալու է տնտեսվարող թուրք-ադրբեջանցի տնտեսվարողների սեփականությունը։ Իհարկե այնտեղ 2 միլիարդ կմնա թրքացած Սուքիասյանի սեփականությունը, բայց դա երևի ձեռս կխլեն էլի, ինչպես Զմյուրնայի մեծահարուստների հարստությունը խլեցին Թուրքիայի, իրենց նավում այրեցին, կենթանի ընտանիքներով այրեցին։ Սուքիասյան, քեզ դա է սպասում։ Եվ հաջորդ կետը ռազմական ներկայություն Հայաստանում։
Սա կապիտուլյացիայի պայմանագրի մեջ նշված է։ Երկրորդը էլ որտեղ է քննարկել 300,000 ադրբեջանցիների վերադարձը, որ դու ասես օրակարգում նման հարց չկա, ստախոս տականք։ 2020 թվականի հուլիսի 25-ին իսլամական պետությունների գագաթաժողովը Ստամբուլում ընդունել է երկու որոշում, որից մեկը մահմեդական վերաբնակիչների վերաբնակեցումն է Հայաստանի տարածք, ոչ թե Հայաստանի Հանրապետության տարածք, ուշադիր լսեք։ Հայաստանի Հանրապետություն որպես պետականություն արդեն թուրքերը չեն ընդունում, այ Հայաստանի տարածք։ Հասկացաք ինչ է դա նշանակում։ 300,000 գրված չի, գրված է 100,000-ավոր։ Ստախոս տականք։ Նիկոլ Դավաճան, բա դու ասում ես այդպիսի բան չկա։ Ադրբեջանի պետությունը պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ին, անվտանգության խորհուրդ, որտեղ նշված է, որ ՄԱԿ-ը պետք է գործուն աջակցություն ունենա եւ դիմի քայլերի, որպեսզի 300,000 ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ Հայաստան։ Բա դուք ասում եք այդպիսի հարց չկա։ Ստախոս Դավաճաններ, մինչև երբ պետք է խաբեք այս ժողովրդին։ Սա մեկ սուտ, որ Դավաճան, կապիտուլյանտ, Ստոր Նիկոլը փորձում է տարածել, թե իբր թե այդպիսի հարց չկա։ Երկրորդ սուտը, Նիկոլ Փաշինյանը ընտրության առաջ ասում է, ես 3 ատոմակայան եմ կառուցել։ Այսինքն ստեղծել է էներգետիկ այնպիսի հզորություն, որ հավասար է 3 ատոմակայանի հզորության։ Նիկոլ Դավաճան, ես բերում եմ վիճակագրական վարչության Հայաստանի Հանրապետության պետական տվյալները, 2025 թվականի արդյունքները, 225 թվականի արդյունքները, համաձայն որի Հայաստանի Հանրապետության էներգետիկ հզորությունը 2025 թվականին կազմել է 3213 մեգավատ, 4300 մեգավատ է եղել, բայց քանի որ 1100 մեգավատը դու 47 հեկերը տվեցիր թուրքերին, Նիկոլ Դավաճան, իջել է 1100-ով, որից 30%-ը ջեկն է տալիս Հայաստանի Հանրապետության, 27%-ը հեկերն են տալիս, 28%-ը ատոմակայանն է տալիս, 16%-ը արևային էլեկտրակայաններն են տալիս։ Այսինքն եթե դա բերում ենք, ապա ատոմակայան տալիս է 899 մեգավատ, արևային կայանները 514 մեգավատ։ Դա նույնն է ինչ-որ 24-23 թվականներին։ Բա ոնց ես դու 3 հատ ատոմակայան կառուցել, ստախոս, դա պաշտոնական պետական թվերն եմ ես ասում։ Ինչու ես ստում, ստախոս։ Երբ նայում ես Նիկոլ Փաշինյանի ելույթները, դա բոլոր պոպուլիզմ են, սուտ, խաբեբայություն։ Հասկանում եք։ Մեղրիում այսօր հարյուրավոր զանգեր են անում, իմ ելույթից հետո երբ ասի, որ Մեղրին հանձնելու հռչակումը տվել է Նիկոլ Փաշինյանը, ինձ զանգում եմ, ես ասում եմ մտեք իմ Facebook-յան էջ, նայեք ինչ է ասել Մեղրու հրապարակում Նիկոլ Փաշինյանը, երբ ասեց հարցը այն չէ, երբ են տալու, ով են տալու, հարցը այն է, թե ինչպես են տալու Մեղրին։ Մարդիկ նայում են, ապշում են, կանգնած Նիկոլի դիմաց չեն հասկանում ինչ է ասում, ղժղժալով իր տահաշ ձայնով մարդիկ կանգնած են լինում, իրաց մեծ մասին ստիպողաբար են բերացնում, ասում են երբ է հաճոցը վերջացնելու գնանք եւ շատ բաների մեջ չեն կենտրոնանում։ Հիմա ասում է ես, տես հիմա ինչ են տարածում, երեք լսեցի գլխին սպիտակ բան թափած Սուքիասյան Գրզոյի ելույթը, որ մենք ավելի էժան հնարավորություն ունենք։ Իմ ընկերներն են ինձ ասել, եւ ես դու ընկեր չունես, դու ճորտ ես ինքդ, Սուքիասյան, դու դեռ պատասխան ես տալու, Սուքիասյան, որ մենք կարող ենք ավելի էժան բանը գազ կրել, աշխարհում չկա այդքան թանկ գազ, որտեղից ես բերելու գազ։
Կամ Նիկոլ Փաշինյանն ասում է, ես կիրացնեմ մեր գյուղատնտեսական ապրանքները։ Հիշում եք 2018 թվականին, երբ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասեց, գյուղացին չպետք է գնա բանի մթերողի դուրը, մթերողը պետք է գնա գյուղացուց գնի դաշտում իր մերկը, գնեցիր, ապահովեցիր դա, չէ։ Սուտ ասեցիր, չէ։ Հիմա ես բերում եմ պաշտոնական թվեր։ Սիրելի հայ ժողովուրդ, Եվրամիությունը Լյուքսեմբուրգի ներկայացուցիչը հայտարարեց 2030 թվականին դեռ կքննարկվի Հայաստանի հետ հարաբերությունների հարցը, ոչ թե Հայաստանի անդամակցության հարցը։ 2029 թվականին կքվեարկվի վիզային ռեժիմի թեթևացման հարցը 3 տարի հետո։ Բայց չէ՞ որ ձեր ասում էին, վաղը դու առանց վիզայի Եվրոպա ես գնալու։ Հանուն ինչի։ Մակրոնը տեսակ ինչ ջերմ ողջունեց Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ Ադրբեջանին։ Բան ինչի Հայաստանին չշնորհավորեց։ Ինչի։ Ինչի չշնորհավորեց Հայաստանին։ Որտեղ Հայաստանը գոյություն չունի իրենց համար։ Հայաստանը պետք է որ գային նկարվեին։ Նկարվեին, ուրիշ ոչինչ։ Այն Մակրոնին դիմավորող անուղեղներ, հա Ֆրանսիան մեր բարեկամն է, ոչինչ չունեմ ասելու։ Մակրոնը բարեկամն է մեր։ Բայց դուք ոգևորվել եք, ուր է ձեր ոգևորությունը։ Երկրորդը, Եվրամիությունը խոստացել է 24 միլիարդ դոլար ներդրում 5 տարվա համար։ Հիմա ես բերեմ թվեր։ Միայն 2025 թվականին ռուսական կապիտալի ներդրումը Հայաստանի Հանրապետություն կազմել է 4.9 միլիարդ դոլար։ 4.9 միլիարդ դոլար, դա պաշտոնական տվյալներն են, ֆինանսների նախարարության կենտրոնական բանկի տվյալներն եմ ես ձեզ ասում։ Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն տրանսֆերների, փոխանցումների միջոցով 3.8 միլիարդ դոլար փող է եկել։ Այսինքն մեր քաղաքացիները Ռուսաստանից 3.8 միլիարդ դոլար փող են ստացել։ Դա հսկայական հարստություն է մեր ժողովրդի համար։ Բայց դա չի լինելու, չէ։ Եվրոպա եւ Ամերիկա միասին վերցրած Հայաստանի Հանրապետություն փոխանցել են 750 միլիոն դոլար։ Մասնավոր փոխանցումները եսի նկատի ունեմ։ 3.8 միլիարդը 750 միլիոնից 5 անգամ ավել է։ 5 անգամ։ Դուք հասկանում եք ինչ է անում Նիկոլ Փաշինյանը կտրելով մեզ ֆինանսական աղբյուրից։ Բացի դրանից, Կլուբնիկի եւ Ծաղկի այս խոշոր նիկոլական ավանտյուրայից միայն մորի արտադրող կազմակերպությունը Կլուբնիկի արտադրող կազմակերպությունները ունեցել են 8 միլիոն դոլար վնաս։ Դուք հասկանում եք ինչ է։ Արդեն դատական հայցեր են ներկայացնում, որպեսզի այդ պարտքը վարկերը իրենց վրայից հանվեն, որը չի հանվելու։ Ծաղիկի բիզնեսը կրել է 12 միլիոն դոլարի վնաս։ 12 միլիոն դոլարի վնաս։ Մորի արտադրող սեփականատիրոջն ասում եմ, դե իջեցրեք 500 դրամ, մորին ասում է, պարոն Հովհաննիսյան 1000 դրամից իջեցրեցինք, ջրի, լույսի, հողի, հարկի, տուրքի, վարկի փողերը չենք կարում մուծենք։ Սնանք անում ենք լրիվ։ 100,000 դոլար միայն այդ գործարարը վնաս էր կրել Կլուբնիկ չլինելու։ Երեք հենց Լարսից 12 մեքենա է հետ եկել Հայաստանի Հանրապետություն։ 12 մեքենա։ 240 տոննա մթերք է հետ գալիս Հայաստան, փչացած արդեն։ Բայց դրանց տերերը ինչ պետք է անեն։ Նիկոլը լափում է, չի կշտանում, բայց դրանց տերերն էլ են ուտել ուզում։ Հայաստանի արտաքին տնտեսական շրջանառության 46%-ը Ռուսաստանն է ապահովում։ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը դու ո՞նց ես լուծելու այդ 46%-ը, ո՞նց ես ապահովելու։ Գազը մենք ստանում ենք 150 դոլարով, 155 դոլարով։ Ռուսաստանը մեզ գազ է վաճառում 155 դոլարով։ Միջնորդավորված գազը, ռուսական գազը, Եվրոպա է հասնում 600 դոլարով։ 300 դոլարով է Ռուսաստանը վաճառում, բայց միջնորդավորված 600 դոլար։ Ադրբեջանը Եվրոպային 400 դոլարով է գազ վաճառում։
$300 Իրանը գազ է վաճառում ուրիշ երկրների։ Լավ, եթե ասենք $300 գազ ձեռք բերեցիք, էժան գազ ձեռք բերեցիք։ Ոնց եք տալու, չէ՞ որ նաև մինչև բաժանորդը հասնելու ծախսը կա։ Դա դառնում է արդեն $500։ Ամենաեժան գազը շրջապատում կարող է լինել տեսականորեն $300, $500, այսինքն 155-ի փոխային $500-անոց գազ ենք մենք ունենալու։ Ժողովուրդ, դու կարողանալ ես 4 անգամ թանկ գազ օգտագործել։ Դու գիտեք, որ Հայաստանում գների թանկացումը 42%-ով գները կթանկանան գազի այս ռուսական աղբյուրը կտրվելուց հետո։ Ինչ որ մեկն ասում է Վրաստանի օրինակը, Վրաստանը տարանցիկ ճանապարհ ունի, տարանցիկ, եւ գազի ու նավթի տարանցիկ խողովակներից ինքը էժան գազը վերցնում այն երկրներից, ովքեր այդ տարանցիկ խողովակների տերն են։ Եվ վերջ։ Եվ էժան վաճառողի ժողովրդին հավելավճարով արածը իր ծախսերը փակում է։ Վրաստանը ունի տարանցիկ։ Ով է Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ գազ տանելու որևէ տեղ։ Մի հատ տեսականորեն էլի, պարոն Սուքիասյան, տեսականորեն մի հատ նայեք, ով Իրանը մի խողովակաշար ունի, իր էլեկտրաէներգիայի աղբյուրն է ապահովում։ Թրամփի ճանապարհը փակում է Իրանի գազի ճանապարհը, որովհետև Թրամփի ճանապարհը, որը իմիջիալոց ասեմ շնորհավորում են բոլոր թուրքացած հայերին Հեյդար Ալիևի անվանը կոչվելու։ Ներեցեք, Իլհամ Ալիևի անվանը կոչվելու։ Արդեն այդ առաջարկությունը կա, այդ ճանապարհը կոչվում են։ Այն սուտը, փաթեթավորումը, որ թուրքերին տվեցին Զանգեզուրի միջանցքը, հիմա իր իրական տերն է գտնում։ Նիկոլ Դավաճանի օրությամբ։ Կարող է նաև Նիկոլի անունով էլ կոչեն թուրքերը։ Իրենց ազգային հերոսն է։ Դուք հասկանում եք ինչ է նշանակում գազի թանկացում։ Հնայի 14% ապահովում է, հնայի 14% ապահովում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։ Այդ հարաբերությունները երբ փչացան, այդ 14%-ը չի լինելու, իջնելու է մինչև 2%։ Ուրիշ բան ասեմ, միայն, տեսեք, Պուտինը իր խոսքի մեջ ասեց, եթե Հայաստանի Հանրապետությունը երաթումը չի ցանկանում, ապա աշխատանքային եւ միգրացիոն կանոնակարգերը կլինեն այնպես ինչպես բոլոր մյուսների համար, Հայաստանի համար այսօր արտոնյալ վիճակ է, չէ՞։ Ասեմ միայն աշխատանքի եւ բնակության իրավունքի ազատումից Հայաստանի Հանրապետություն տարեկան $1 միլիարդ 200 միլիոն փող է մտնում։ Այսինքն հայերը, որոնք աշխատանքի համար պետք է վճարեն իրավունքի թույլտվության համար, ինչպես մնացած միգրանտները եւ բնակության միգրացիոն իրավունքների համար պետք է վճարեն, այդ փողերը մնում է այդ մարդկանց ձեռք եւ իրենք ուղարկում են իրենց տները։ Այդ փողը կազմում է $1.2 միլիարդ։ Այսքան փող է մնում հայազգի աշխատողների ձեռքը Ռուսաստանի Դաշնությունում։ Եվ Նիկոլ Փաշինյանը ուզում է դա ոչնչացնել։ Ինչու է ուզում դա ոչնչացնել։ Հարցը Մաքսային տուրքերը Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ մաքսային տուրքերի վիճակ է տիրում Ռուսաստանի հետ համեմատած։ Երբ այդ մաքսատուրքերը դառնան ինչպես մնացած երկրների հետ, ինչ է լինելու։ Երբ ես նայում եմ նիկոլական այդ նախարարի հայտարարությանը, որ մենք արդեն պետք է աշխատանքներ տանենք Եվրոպայի հետ առևտրաշրջանառությունը ապահովելու համար, 8 տարի ինչ էի անում։ 8 տարի ինչ էի անում։ Եվրոպական ստանդարտներով, որպեսզի դուք մթերք արտադրեք եւ արտահանեք, ձեզ պետք է $35 միլիարդ ներդրում անեք վերամշակող արդյունաբերության մեջ։ Դուք կարող եք $35 միլիարդ բանանեք։ Փող եք մուրում ընտրապայքար ապահովելու համար Նիկոլ Փաշինյան Դավաճան Սահմանադրական կարգի տապալումով 5-6 օր առաջ մեկ ամսվա ընթացքում ավելի ճշգրտեմ $250 միլիոն վարկ ես վերցրել, ինչի համար ես վերցրել, ով է վերցրել, ում ես տվել։ 250 միլիարդ հայ ժողովուրդ քո վարկը ավելացել է։ Եվ այդ մասին ոչ մի տեղ չի ասվում։ Այնպես ինչպես չասվեց $110 միլիոն առողջապահության ապահովագրության համար վերցած համաշխարհային բանկից վարկը։
Ուր է գնացել։ Հա հասկացանք, 80 միլիոն դոլար առողջապահության նախարարությունը փոխանցել է Նիկոլ Փաշինյանի դստեր անունով։ 80 միլիոնը հասկացանք, բա մնացած 30 միլիոնն ուր է։ Այդ 100 միլիոնը ժողովրդի պարկ ավելացնելով Նիկոլ Փաշինյանը իր աղջկա ապագան ապահովել է, հասկացանք։ Բա 250 միլիոն ինչի ես վերցրել Նիկոլ Փաշինյան։ Ասում են նոր գազատար կկառուցենք։ Ով կկառուցի Հայաստանի Հանրապետության տարածքով գազատար։ Միակ երկիրը, որ կարող է գազատար կառուցել, դա կամ Ադրբեջանն է, կամ Իրանը։ Իրանը չի կառուցի, որովհետև Թրամփի ուղին փակում է Հայաստան-Իրան հարաբերությունների ողջ ապագան։ Ողջ ապագան։ Միակը, որ մենք կախվածության մեջ լինենք ադրբեջանական գազից եւ մեր փողը $400 Ադրբեջանը մեզ գազ տա։ Այդ ժամանակ գազը կթանկանա ոչ թե 2-3 անգամ, այլ 5 անգամ։ Իսկ Ադրբեջանը այսօր Եվրոպայի հետ լավ հարաբերություններ է պահում գազի միջոցով։ Դրա համար Մակրոնը չի շնորհավորում Հայաստանի վարչապետին, շնորհավորում է Ադրբեջանի նախագահին։ Հիմա եւ ամենավիրավորականը գիտեք ինչ է, Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը եւ ներքին կյանքը դարձել է այնպիսի փալաս, հիշում եք Տիկին Թոմասյան 2020 թվականի դեկտեմբերին ես ասի, որ մենք փալասի նման ընկել ենք թուրքերի ոտքերի տակ եւ թուրքերը ինչպես կուզեն մեզ հետ կվարվեն։ Եվ թուրքերը պահանջում են հանրաքվե։ Մենք այնքան պետական փալասության աստիճանի ենք հասել, որ այսօր մեզնից հանրաքվե են պահանջում, որովհետև Նիկոլ Փաշինյանին ոչ ոք չի վստահում աշխարհում։ Հանրաքվե են պահանջում այս կամ այն հարցը հասկանալու համար։ Մեր արտաքին քաղաքականությունը դարձել է այնպիսի վիժվածքային վիճակ, մեր արտաքին քաղաքականությունը իջել է Նիկոլ Փաշինյանի միտինգների մակարդակին, որտեղ կարելի է խոսել ամեն ինչ եւ ոչինչի համար պատասխան չտալ, եւ դա հասկանում են, չէ՞, օտար մարդիկ։ Նիկոլ Փաշինյանն ինչ գալիս է այս պահին բերանը, խոսում է միտինգի ժամանակ։ Կարծես իշխանությունը ես եմ, ոչ թե ինքը։ Հասկանում եք։ Եվ աշխարհում չկա մի պետություն, որի իշխանությունը այդքան ատի իր ժողովրդին, հանուն իր աթոռի։ Ինչքան սա։ Եվ ես ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը ստում է գյուղացուն, ստում է բոլորին։ Նա այնքան ծիծաղելի է դարձել, որ Ռուսաստանի նախագահը արդեն ծիծաղում է շնորհավորանքի մեջ, ասում է կցանկանայի շնորհավորել ձեզ։ Չի ասում ցանկանում եմ շնորհավորել։ Хотел бы поздравить, не хочу поздравить։ Хотел бы, կցանկանայի, բայց արժանի չես, որ ես ցանկանամ։ Հասկանում եք։ Եվ մենք կործանվում ենք։ Նիկոլ Փաշինյան, ստում ես, դու արևային էլեկտրակայաններով 3 ատոմակայանի հզորություն չես ապահովել։ Դու ստում ես։ Նիկոլ Փաշինյան, դու չես կարողանալու գյուղմթերքը ապահովել։ 12 մեքենա հետ են դառնում։ Դե գնա ու այդ լափի այդ 12, դու լափել սիրում ես։ Դե գնա ու լափի։ Ինչու չես գնում լափես։ Դու չես կարող, ինչու ես ստում ժողովրդին։ Դու այնքան վախկոտ ես, որ ցուցակագրում ես, որպեսզի գնան քեզ ընտրեն։ Բայց մարդիկ քեզ չեն ընտրելու, այո էլ ասեն իրենց հիմնակ, դու այնքան մի հատ հաղորդում տեսա, դիրեկտորին ասում են դա ձեր ուսուցչուհին է այնտեղ կան, ասում եմ չեմ ճանաչում, ուսուցչուհին հարցում են նավ, ասում եմ իմ դիրեկտորն է, ասում եմ բա ձեզ չի ճանաչում, ասում եմ չի կարող այդպեսի բան լինել։ Ուսուցիչներին ցուցակագրած բերում են միտինգի։ Լավ ուսուցիչներ, դուք ինքնասիրություն ունեք, 8 տարվա մեջ ձեր աշխատավարձը չբարձրացավ։ 36,000-ից 8,000 ուսուցիչներ դուրս մնացին աշխատանքից, 231 դպրոց է փակվում, դուք դեռ Նիկոլին եք գնում պաշտպանեք, միտինգի մասնակցեք։ Տնօրենն է 2 կոպեկի համար չեք տեսնում, որ ձեր փառքի անկյունները հանված են։ Դուք չեք տեսնում, թե ինչ է կատարում ձեր գրքերի հետ։ Դուք գնում եք Նիկոլ ընտրեք։ Իրականում այդ ազգը կործանվում է, երբ ուսուցիչն է արդեն այդ վիճակում։ Ուսուցիչն է այդ վիճակում, ուրեմն կործանվում է։ Դուք ինքնասիրություն ունեք ուսուցիչներ։
Սոցիալական ապահովության մեջ ձեզ չընդգրկեցին։ 500,000 թոշակառու կա, իրենց ընդգրկեցին, որպեսզի ձայն հավաքեն։ 100 միլիոն գողացան պետական բյուջեից, պարկ ավելացրեցին, որպեսզի տեսօ ձեզ ստիպում են եւ դուք կատարում եք։ Դուք անինքնասեր չեք։ Նաեւ ասեմ ձեզ, որ ես մեկ շաբաթ ելույթ չեմ ունեցել այստեղ, որովհետեւ շատ խիստ զբաղված էի։ Տիգին Թոմասյան, մայիսի 10-ից 28-ը սոցիալական հարցում եմ անձամբ անցկացրել իմ ունեցած գիտելիքներով, երկու հարց եմ տվել ուղղակի մարդկանց, որ քաղաքական ուժին կտակ ձեր ձայնը եւ որ քաղաքական գործչին եք դուք մերժում։ Երկու հարց եմ ընդհանրապես տվել։ Սոց հարցում անց եմ կացրել Երևանում, Մասիսում, Արարատի Մասիսի շրջանում, Արարատի համայնքում, Արտաշատի համայնքում, Աշտարակ համայնքում եւ Աբովյան քաղաքում, նշում եմ։ Եթե Մասիս, Արարատ, Արտաշատ, Աշտարակ համայնքում եմ անցկացրել, ապա Աբովյանում քաղաքում եմ անցկացրել եւ Երևան քաղաքում։ Եվ ձայների հարաբերությունը հետեւյալ էր։ Ուժեղ Հայաստանին ձայն կտա 21% հարցումներ։ Հարցել եմ 1200 մարդու, պատահական մարդկանց։ Բոլորը սկզբնական շրջանում կասկածում են, որովհետև վախի մթնոլորտ է տիրում, այդ Տիգին Թոմասյան ճիշտ ասել, վախեցողից վախեցողը ամենաստոր ու գարշելի արարածն է աշխարհում։ Իշխանը Սաղաթելյան ոչ միայն մտել են ուժեղ Հայաստանի 23 շտաբներ եւ տանել ձերբակալությունները, Հայաստան դաշինքին են մտել ձերբակալություններ, հենց հիմա տարան նաեւ Ալիկ Ալեքսանդրյանին ուժեղ Հայաստանից, հենց հիմա ձերբակալման բան է։ Այո, տերոր, որովհետև ուժեղ Հայաստան 21%, Հայաստան դաշինքը 18%, Քաղաք պայմանագիր կուսակցությունը 17%, Բարգավաճ Սարուկյանը 10%, ԴՕԿ-ը 3%։ Ահա տվյալները, այսինքն Բարգավանը Քաղաք պայմանագիրը ընդամենը 17% ձայն ունի։ Եվ իհարկե իրենք գիտեն։ Եվ վաղը միտինգ է, ուժեղ Հայաստանի միտինգն է, եւ սկսել են տերորի ենթարկել։ Մարդկանց են կաշառում, որպեսզի քրեական գործեր հարուցեն ուժեղ Հայաստանը հանելու համար, ուժեղ Հայաստանը ցանկանում են հանել, կեղծ։ Արդեն մարդիկ լսում են այդ կեղծ հայտարարությունից պրտե խոսակցություններ, գիտեք ինչ կա, եթե մարդիկ գիտեն, որ իրենց ձայնագրում են, նրանք երբեք չեն խոսա հեռախոսով, բայց չգիտես ինչու մարդիկ շարունակում են խոսել։ Նիկոլ Փաշինյանը գերխնդիր ունի, ուժեղ Հայաստանին ցանկանում է հանել ընտրապայքարից։ Նա ցանկանում է հանել, որովհետև տեսել է, որ ուժեղ Հայաստանը շատ հզոր թիմ ունի եւ մեծ մասսայականություն ունի։ Եվ դեմ եմ քաղաքական գործիչներին, Նիկոլ Փաշինյանին դեմ է 40%-ը, Հայաստանի ազգաբնակության հարցումների 40%-ը դեմ է Նիկոլ Փաշինյանին։ Ռոբերտ Քոչարյանին 20%-ը, Սամվել Կարապետյանին 15%, Գագիկ Ծառուկյանին 15%, Վարդան Ղուկասյանին 7%, դեմ են բոլորին 3%։ Ամենամեծ ատելությունը կա Նիկոլ Փաշինյանի դեմ։ Տեսեք, հայկական ժամանակ եւ Նիկոլ Փաշինյանի ենթակա բոլոր քարոզչամեքենաները տարածում են, որ Euronews-ը կատարել է հարցում եւ Նիկոլ Փաշինյանը 60 քանի տոկոս ձայն ունի։ 3-4 ժամ հետո ես կարդում եմ Euronews-ի մեկնաբանությունը։ Euronews-ը հերքում է, որ ինքը կատարել է սոցիալական հարցում եւ այդ թվերը իրենն են։ Այսինքն քաղաքական տեղեկատվական սուտ են տարածում։ Դա գիտեք ինչի նման է, երբ 150 միլիոն համաշխարհային հայկական կազմակերպության ուղարկած օգնությունը $1 միլիոն կորավ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վենետիկյան այսինչ կազմակերպությունը ստուգումներ անցկացրել եւ ճիշտ ենք օգտագործել։ Այդ կազմակերպությունը հայտարարեց, որ չկա։ Եվ այսօր տեսնելով, որ իր ռեյտինգը սարսափելի ընկել է եւ ուժեղ Հայաստանը հաղթում է, վախի մթնոլորտ, ուզում է ամեն ինչ անի, որպեսզի ուժեղ Հայաստանին հանի ընտրապայքարից, քրեական գործեր է ուզում հարուցել, ուզում է ինչ-որ բաներ գտնել։ Որպեսզի հանի, որպեսզի ինքը անցնի, չես անցնելու Նիկոլ, չես անցնելու։ Եթե դու անցար, Հայաստանը գոյություն չի ունենալու։ Հայ ժողովուրդ ոտքի կանգնիր,
Ոտքի կանգնիր, քո ճակատագրին տեր դարձիր։ Գնա ընտրության եւ մերժիր չարիքը, մերժիր ատելությունը, մերժիր այդ գարշելի իրավական գարշելի տրոսկիզմը այս երկրից։